Սիրով ուզում եմ ներկայացնեմ մեր այսօրվա հույրին, մեր լավ քրոջը հույր կարելի է չասել, որովհետև մեր ընտանիքից, մեր կյանքի խոսք եկեղեցու ծառայողներից է մեր Սիրանուշ քույրը, շատ սիրելի հարգված քույր։ Տերը օրհնի ձեզ, Սիրանուշ ջան։ Ուրախ ենք, որ դուք եկել եք, սիրով ժողովուրդը սպասում է, որովհետև գիտենք, որ դու Աստծո աղջիկ եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ եւ դուք ունեք խոսք փոխանցելու Աստծո ժողովրդին, Աստծո եկեղեցուն։ Թող Տերը օծի Հիսուս Քրիստոսի անով։ Չգիտեմ ոնց ստացվեց այսօր Զոհի խոսքով ծառայողն է քույր, մեր Հրանուշ քույրն է, Տերը շատ օրհնի։ Հրանուշ, Սիրուշ, Փառք Տիրոջը։ Այո։ Եվ Գաղատացիս 3-րդ գլուխ 28 խոսքում գրված է այլևս ոչ հրյա, ոչ հույն, ոչ ծառա, ոչ ազատ, ոչ արու եւ ոչ էկ։ Այսինքն Քրիստոսի մեջ ամենըդ մեկ եք։ Նենց որ Սուրբ Հոգին վերցնում է եւ օգտագործում է, լինի դա տղամարդ, լինի դա քույր, Փառք Հիսուսին Տերն է որոշում։ Նենց որ բաց սիրտդ եւ հավատքով ընդունի, բոնկեներ կարծեմ, ասեց մի sense խոսք էր խոսել, որ հարցրել էին, բա ինչի՞ կին ծառայում, ասել էր, երբ որ ես խեղդվում եմ ջրհորի մեջ, ինձ համար միևնույնն է, կինն է պարանը գցում, թե տղամարդը։ Նենց որ սիրելիներս, որոշ կրոնավոր, որոշ տենց մարդիկ, ասեմ, նրանք միշտ քննադատում են, ինչու պիտի կին լինի, բայց ինչու պիտի կինը չլինի։ Ամեն։ Եթե Աստված վերցնում օգտագործում է, թող կին լինի։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Օրհնում ենք, համեցեք եկեք ծափահարություններով։ Աստված օրհնի ձեզ։ Հալելույա։ Տեր, մենք ուրախության ձայն ենք բարձրացնում քո տաճարի մեջ եւ ծափ ենք տալիս, Տեր, քեզ, քո կատարած բարիքների համար, հիշում ու ցնծում ենք, Տեր, որ դու լինես դու ամեն ժամանակ մեր կյանքերում, փառք, պատիվ, մեծարությունների քեզ։ Շնորհ
Ողքին բնակվում է մեր մեջ, օրհնում ենք քո սուրբ ու փառահեղ անունը։ Հիսուս, դու ես հացը երկնքից, դու ես ինձ արավը հագեցնում, քեզ եմ ես հիմա փնտրում իմ մեջ, ուզում եմ ճանաչել քեզ ավելի, Հիսուս, դու ես հացը երկնքից, դու ես ինձ արավը հագեցնում, քեզ եմ ես հիմա փնտրում իմ մեջ, ուզում եմ ճանաչել քեզ ավելի, հապաղում եմ քեզ, ես հապաղում եմ դեր քեզ, հանձնվում եմ քեզ, ես հանձնվում եմ դեր քեզ, հապաղում
Ամենակարող Աստված, շնորհակալ ենք քո սուրբ ներկայության համար։ Շնորհակալություն քո ողորմության համար։ Սիրելի իմ Աստված, դու այս վայրում ես, որտեղ քո խոսքն ասում է, քո անունով, եթե 2-3 հոգի հավաքված են, ես այդ վայրում եմ։ Դու այստեղ ես, Տեր ջան, շնորհակալ ենք քո սուրբ ներկայության համար։ Թող այստեղ ոչ մեկս առանց քեզ տուն չգնա։ Թող բոլորս լցված լինեն քո սիրով, քո ողորմությունով եւ քո ներկայությունով։ Շնորհակալությունս եմ հայտնում քեզ, Տեր, որ դու մեզ հետ ես, մեր մեջ ես բնակվում։ Շնորհակալություն եւ փառք քեզ, Հավիտյանս Հավիտենից, ամեն։ Սիրելիներ ջան, այստեղ կա դրված կարիքներ։ Ես խնդրում եմ, որ ձեր ձեռքերը մեկնեք այս կարիքների վրա, միասին աղոթենք եւ բերենք Տիրոջ սուրբ ներկայության մեջ։ Սիրելի իմ Աստված, խնդրում եմ, Տեր, տեսնես այստեղ գրված ամեն մի խնդիր եւ հոգս եւ պատասխանես։ Տեր, դու մաշող կրակ ես։ Դու կրակ ես, որ ամեն խնդիր կարող ես լուծում տալ։ Տեր իմ Աստված, հալեցրու, այստեղ ամեն խնդիր, պրոբլեմ թող ունենա իր պատասխանը։ Մենք հավատում ու վստահում ենք քեզ, Տեր, որ դու մի Աստված ես, որ անհնարինը հնարավոր ես դարձնում։ Այնինչը մարդու կողմանեն անհնարին է, քո կողմանեն հնարավոր է, սիրելի իմ Աստված։ Շնորհակալություն քեզ, Տեր։ Շնորհակալություն այս խնդիրների լուծման համար, Տեր, որ դու արդեն իսկ նախապես պատասխանում ես, Տեր ջան։ Փառք, պատիվ եւ գոհություն քեզ, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր ջան, քեզանից։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, կարող եք նստել Աստծո սուրբ եւ սքանչելի ներկայության մեջ, սիրելիներ ջան։ Շնորհակալ եմ Աստծուց, որ պատիվ ունեմ ձեր առաջ կանգնելու եւ կիսվելու զոհի խոսքով, սիրելիներ ջան։ Ուզում եմ միասին բացենք 2 Կորինթացիս 9-րդ գլուխ եւ 6-րդ խոսքից կարդանք։ Որովհետեւ այսպես է ասում Տերը, թե խնայելով սերմանողը խնայությունով էլ կհնձի, առատությամբ սերմանողը առատությամբ էլ կհնձի։ Ամեն մեկը ինչպես որ սրտի հոժարություն ունի, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որտեղ Աստված սիրում է ուրախ տվողներին, բայց Աստված կարող է ամեն շնորհքները ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մեջ, ամեն ժամանակ, ամեն բավականություն ունենալով, ամեն բարի գործի համար ավելանակ, ինչպես որ գրված է, փռեց, աղքատներին տվավ, նրա արդարությունը մնում է հավիտյան, բայց նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում եւ հաց կերակուրի համար, նա կպարգևի եւ կշատացնի ձեր սերմունքը եւ կաճեցնի ձեր արդարության պտուղը։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, դուք ուզում եք, որ Աստծո սիրելին դառնաք, որտեղ Աստված ասում է, ինձ սիրողներին ես առատությամբ սերմ եմ տալիս, ամեն։ Եվ Տերը մեզ սովորացնում է առատությամբ ցանողին առատությամբ սերմ տա, որտեղ եթե մենք խնայում ենք մեր սերմերը, մենք ինչի որտեղ պետք է ցանենք այդ սերմը, որ պտուղ տա, իհարկե Տիրոջ տան մեջ։ Ամենաբերի հողը, որ կա, դա մեր Աստծո տունն է, սիրելիներ ջան, որտեղ մեր յուրաքանչյուր ցանած սերմը տալիս է 30, 60 եւ 100։ Այստեղ ազող չկա, որտեղ այստեղ ցանված յուրաքանչյուր սերմը օգտագործում է իր նպատակին։ Աղքատին, սովածին, անտունին, թափառականին կերակրելու համար այստեղից թանված յուրաքանչյուր սերմերը։ Ամեն սիրելիներ ջան, Աստված օրհնի ձեզ։ Այստեղ Աստված մի խոսքի վրա իմ ուշադրությունը դարձրեց, բայց Աստված կարող է ամեն շնորհքները ավելացնել ձեզանում։ Գիտեք, սիրելիներ ջան, այդ տալը, ցանելը դա մեզանից չի։ Որտեւ եթե Աստված մեզ չօգնի, մենք չենք կարող մեր սերմերը ինչ որ միտեղ ցանել, կամ ինչ որ մեկին ողորմություն անել, ինչ որ մեկին կերակրել, սովածին, անտունին, թափառականին։ Դրա համար ամեն բարի տուրք եւ ամեն բան մեր երկնային հորից է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես հիշեցի, որ տարիներ առաջ
ամուսնուս կոլեկտիվի կանանցով հավաքված էինք մի առիթով, մի 6-7 կին էինք, հետաքրքիր է կանանց շրջանում ինչ պետք է խոսան կանայք, շոփինգից, բրենդներից, գնումներից եւ նվեր ստանալուց, նվեր տալուց, հետաքրքիր է մի կին կար մեր մեջ, բարձրաձայնեց մի բան ասեց գիտեք ինչ, ես սիրում եմ վերցնել, բայց չեմ սիրում նվիրել։ Ճիշտ է, բոլորը զարմացան, բայց ես չզարմացա։ Որպես Աստծո մարդ, ես գիտեմ, այդ ամեն բանը, ինչ որ մենք անում ենք, դա Աստծո բացարձակ շնորհքն է, ամեն սիրելիներ ջան։ Ոչ մեկին չի կարող մի բան տալ, թող ոչ մեկ չասի, ես կամեցող եմ, ես ցանող եմ, եթե Տերը չօգնի։ Որտեվ երբ որ մենք Տիրոջը ընդունեցինք, Տերը իր ամբողջ լեյցունությունը դրեց մեր մեջ։ Այն կարողությունը, այն նվիրվածությունը, այն ցանելու, հնձելու օրենքը Տերը դրել է մեր մեջ։ Դրա համար մենք էլ պետք է մեր Տիրոջ պես մեր ձեռքերը միշտ բաց անենք աղքատների համար, սովածների համար, անտարբեր չլինենք ինչպես աշխարհը։ Դե գիտենք, աշխարհը միշտ իրենց մասին են մտածում, իրենց գրպանները ուռճացնեն, իրենց համար լավ լինի, կուշտ լինեն, բայց մի հատ խոսք է, դա ժողովրդական խոսք ասում է, կուշտն ինչ գիտի, սովածն ինչ է։ Դրա համար Աստված մեզ սովորացրել է անտարբեր չլինենք, ոչ մեկի կողքով անտարբեր չանցնենք։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Նաև ասեմ, որ այդ սերմն էլ, որ մենք ցանում ենք, դա մեզանից չի։ Մեր ձեռքի օրհնությունն էլ Աստծուց է, աշխատանքն էլ, ֆինանսներն էլ, առողջությունն էլ, ամեն բնագավառ Աստված մեզ օրհնել է։ Ամեն։ Դավիթ թագավորն էլ, երբ որ Տիրոջ տունն էր կառուցվելու, նա իր թագավորությունից մեծ գումար հատկացրեց Աստծո տունը շինելու համար։ Ոսկիներ, արծաթներ, մեծ գումարներ ներդրեց Տիրոջ տան մեջ։ Որտեղ Դավիթ թագավորն էլ հասկացել էր, որ ինչ որ ունի ձեռք է բերել, դա Աստծո բացարձակ ողորմությունն է եւ Աստծո օրհնությունն է։ Եվ Տիրոջ խոսքն ինչ ասում, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ ձեր սրտերն են։ Դավիթի սիրտը Աստծո տան հետ կապված էր, դրա համար ինք իր գանձերը առանց խնայելու նա ցանում էր Տիրոջ տան մեջ։ Ամեն։ Փառք եկեք տանք Տիրոջը, որտեղ նա արժանի է։ Ուզում եմ նաև մի տեղ էլ խոսեմ, կարդանք միասին Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 38 խոսքից։ Տվեք եւ կտրվի ձեզ, լավ չափով թափտված, շարժված լիփլիքը կտա ձեր գոքը, որտեղ այն չափով, որ չափեք, նրանով էլ կչափվի ձեզ։ Սիրելիներ ջան, ես կարող եմ ձեզ ասել, որ մեր չափման միավորը թող դառնա Տերը, որտեղ մեր Աստված առատաձեռն է։ Նա ամեն բանում առատությամբ նվիրում է մեզ, անմնացորդ, անգամ իր կյանքը անմնացորդ նվիրեց մեզ։ Ամեն։ Եթե իր կյանքը չխնայեց մեզ, էլ ինչ կխնայի մեզ համար, իհարկե ոչինչ։ Եվ նաև մի բան եմ ուզում ասել, որ այս ցանելու եւ հնձելու մեջ մենք անցած խոսքի մեջ կարդացինք, տրտմությամբ ցանելը Աստված չի հավանում։ Մենք գիտենք, որ տրտմությունը դա փակում է օրհնության դռները, փակում է երկինքը մեզ համար։ Ուրախությամբ ցանեք Տիրոջ տան մեջ, որը պտուղ կտա 30, 60 եւ 100։ Ավելիով Աստված մեզ վերադարձնելու, ամեն։ Այնքան շատ մեր գոքը կլցնի, որ տեղ չենք ունենա։ Հավատացեք, ցանեք ու սպասեք այդ հունցքին։ Տերը շատ օրհնի ձեզ։ Եկեք օրհնենք Տիրոջը, Տերը շատ օրհնի ձեզ եւ ձեր սերմերը։
հավատարյալ, հզոր ես, միակն ես, ճշմարիտն ես, դու ես սկիզբը, դու ես վերջը, դու ես ամեն ինչում, ամեն բան քեզանով եղավ եւ առանց քեզ ոչինչ չեղավ ինչ որ եղավ, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո զորության համար, քո ներկայության համար, Սուրբ Հոգուդ համար, շնորհակալ ենք մեծահոգությանդ համար, բժշկարար զորությանդ համար, շնորհակալ ենք հավատարմությանդ համար, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել ես, անում ես ու դեռ անելու ես մեր կյանքերի մեջ, շնորհակալ ենք հավիտենական կյանքի համար, շնորհակալ ենք երկինքների համար, շնորհակալ ենք քո թափածարյան համար, շնորհակալ ենք կենթանի խոսքիդ համար, բժշկարար զորությանդ համար, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Հիմա մենք այստեղ մեկ սիրտ, միաբան, մեկ հոգի, մեկ մարմին դարձած ասում ենք, ընդունիր մեր սրտի շնորհակալության ընծան, Տեր տերերի թագավոր թագավորների եւ խոստմունքիդ համաձայն թափիր հոգիդ քո ժողովքի վրա, թափիր կրակդ քո ժողովքի վրա, թափիր օծությունդ քո ժողովքի վրա, քո ներկայությունը բեր ամեն մեկի կյանքի մեջ, որտեղ դու այստեղ գտնվածների ամեն մեկի սրտում ես ապրում։ Դու ես այս վայրի Տերը, դու ես այս մթնոլորտի Տերը, դու ես այս մարդկանց շնչելու եւ արտաշնչելուն հնարավորություն տվող Աստվածը։ Փառք քեզ, պատիվ քեզ, գոհություն քեզ, Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված, եւ բոլոր սուրբերը ասացին. Դու սիրում ես Տերով մաքուր է ու թափանցիկ քո առաջ կանգնած։ Բացի մեր սրտերի խոնարհումից մեր ծնկները խոնարել են քո առաջ, որովհետև մենք եկել ենք ակնկալիքով։ Մենք եկել ենք քեզանից առնենք ու քեզ տանք։ Եթե դու չտաս, մենք չենք կարող քեզ ոչինչ տալ։ Մենք ունենք քո կարիքը, դու էլ երկրի վրա մեր կարիքը Տեր։ Լցրու, լրացրու, թարմացրու, օծի, բարձացրու, բժշկի, արա այն ինչ որոշել ես այս ժամերի մեջ, Հայր, մենք շնորհակալ ենք քեզ, փառք քեզ, փառք քեզ, Սուրբ ես հավերժ Տեր, Սուրբ ես Տեր, Սուրբ ես Տեր, մենք երգում ենք Սուրբ ես Տեր,
Միանում ենք երկնքի բանակին ու ասում ենք. Սուրբ ես, 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 սուրբ ես ու կատարյալ Աստված ես, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, Տեր, սուրբ ես ու միակն ես, որ արժան ես փառքի, միակն ես, որ արժան ես ծնծղաների, միակն ես, որ արժան ես գոհության ու շնորհակալության, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, եթե կանգնենք այստեղ, ժամերով ու օրերով, չենք կարողանա ազատվել են մտքից, որ ասենք սուրբ ես, կատարյալ ես, զորեղ ես, օրհնյալ ես, միակն ես, չկա քեզ նման, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, բայց քանի որ ժամանակն է մեզ իշխում, մենք ստիպված կանգ ենք առնում որոշ ժամանակ, ասելու ժամանակի Տերն էլ դու ես, Սուրբ Աստված, բոլոր սուրբերը աղաղակեցին ու կանչեցին, ամեն, Տեր օրհնի ձեզ, պարզապես հիասքանչ փառաբանության խումբ ունեն, ամեն նոտայի հետ երկինքը իջնում է երկիր, Փառք Տիրոջը ձեզ համար, Տերը ձեզ գերբնական օրհնի, ես չգիտեմ Սուրբ Հոգին ինչպես կտանի, բայց եթե ընթացքում դուք պետք եկաք Սուրբ Հոգուն, կխնդրեմ, որ գաք այստեղ նորից, ծափահարենք Աստծուն իրենց համար, Փառք տանք Տիրոջը, այո, նա արժանի է, նա արժանի է, նստեք սիրելիներս, բայց Տիրոջ ներկայության մեջ, Փառք Տիրոջը, որպես նախաբան սկսեմ, թե արդեն սկսել էի, սիրում եմ բոլորիդ, Հիսուսի սիրով, Փառքերը իրենն են, երբ Պավել եղբայրս ասեց, որ հյուր ասի, ես հյուր եմ ձեր մեջ, ես հյուր չեմ, ես ձեզանից մեկն եմ, դուք էլ ինձանից մեկն եք, ես ասում եմ այո խորին շնորհակալության ես հրավերի համար, որովհետև ինչքան էլ տանտեր եմ, բայց մինչև դուռը չթակեն, ես ներս չեմ մտնի, Էնպես որ շնորհակալ եմ Պավել եղբայր, Կարինե քույր, Տեր օրհնի ձեզ, ես անցյալ անգամ էլ ասացի, հիմա էլ եմ ասում, դուք արտակարգ եկեղեցի ունեք, դուք արտակարգ հովիվներ ունեք, ընտիր փառաբանություն ունեք, էլ հրանուշ ունեք, էլ սիրանուշ ունեք, ինչքան ուշեր կա ստեղ են, սիրում եմ ձեզ, ես ձեզ շատ էի կարոտել, չգիտեմ դուք կարոտել էիք, թե չի, Գիտեք, երբ եղբայրս ասեց, որ Կիրակի օր ուզում եմ, որ գաս մեզ մոտ ծառայես, տարակուսանք չկար, ուղղակի ուզում էի ճշտել, որ օրն է, ազատ եմ, թե ազատ չեմ, Փառք Տիրոջը, որ այսօր ազատ էի, որովհետև արդեն եթե Տերը ճանապարհ է պատրաստում որևիցե տեղ ինձ տանելու խոսքը ասելու, ինքը նախորոք իմ սրտի հետ խոսում է Եվ այն խոսքը, որ պիտի այսօր երկնքից գա, որ եկել է ինձ, ու ես այսօր որպես խոսափող պիտի փոխանցեմ ձեզ, հետաքրքիր վերնագիր ունի, թուք և քղանցք, թուք և քղանցք, խոսում էր Տերը ինձ հետ երկար ժամանակ, մի ամսի չափ երևի, ինչ ես ուզում ասել Տեր, հետո երբ որ սկսեց խոսել, բացել, քիչ-քիչ տանել առաջ, ես հասկացա ուրեմն հրավերքը երբ եկավ, այս խոսքը հենց այս ժողովրդի համար էր, չէ շատ անգամ հովիվները լավ գիտեն, երբ խոսք պիտի մատակարարեն, առաջինը Տիրոջն ասում են, ինչ կերակուր տամ, ինչով կերակրեմ, ոչ թե իմ գիտեցածով, այլ ինչ կերակուրի կարիք ունի այս ժողովուրդը, և այսօր ինձանից սկսած, ձեզանից յուրաքանչյուրից վերջացրած, ինձ թվում է, որ մենք ունենք այս կերակուրի կարիքը, իհարկե այս կերակուրը հենց Տիրոջ խոսքն է, ամեն, Տերը քեզ օրհնի Հրանուշ ջան, լցնի ու զորացնի, ես տեղ ունեմ հարազատ մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, խոսում եմ հաճախակի, ես կուզեմ քրոջս մի հատ ծափահարեք և օրհնեք իրան, այո, կանգնին,
Եկեք պարզենք մեր ձեռքերը իր վրա, Տերը սրտից դրել է։ Աղոթենք իր համար, որեն ինչ որ իր սրտի ծածուկում կա, Տիրոջը ծառայելու եւ աշխարհում ունենալու այն հաջողությունը, որ կարող է ինձ նման կրթել երեխաներ, որոնց ամենաառաջինը կլինի Աստծո սիրուն մոտ պահել ու Քրիստոսի հետ ծանոթացնել։ Աղոթում եմ Տեր, Այն ինչ որ դու ես անում, ոչ ոք չի կարող անել։ Ինքը քո աղախինն է իմ Աստված, եւ ես ուզում եմ, որ դու նրա սրտի ծածուկում պահվածը կամքիդ համեմատ դարձնես իրականություն, որովհետև դու փնտրում ես տենց մարդիկ, որոնք կաշխատեն երիտասարդների ու պատանիների հետ, որոնք կմտնեն աշխարհ եւ կգցեն Տեր Աստված իրենց գործի մեջ այն մարդկանց, ովքեր պիտի գան ու ճանաչեն քեզ իմ արքա, օգտագործիր քրոջս։ Թող գա քո կատարյալ օծությունը, իմաստությունը, գիտությունը, հանճարը քո գահից նրա կյանքի մեջ։ Դու դուռն ես բաց նրա կյանքի համար դռներ։ Դու ճանապարհներ շտկի նրա համար ճանապարհներ, Հայր, որպեսզի ինքը իր կյանքի ամեն վարքյանի մեջ փառավորի ու փառաբանի քեզ Հիսուսի անունով, ամեն։ Ես հավատում եմ գանձը, սարի քեզ գրկեմ մի հատ։ Փառք Տիրոջը։ Իմիջայլոց ասեմ, որ ձեր մեջ կան շատերը, որոնք շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք ստեղծագործում են։ Եվ սրտից դրված է մի օր ունենալ այնպիսի մի հավաքույթ, գրական ցերեկույթին համապատասխան, որ ձեզանից յուրաքանչյուրը կունենա հնարավորություն իր ստեղծագործությունը ընթերցելու, իր ստեղծագործությունը ներկայացնելու, որովհետև Տերն ասեց չպահես այն քանքարները, որ տվել եմ քեզ։ Երբ տվեց 10-ի վրա 10 ավելացավ, 5-ի վրա 5, այն մի անմիտն էլ տարավ այն մեկը թաքցրեց հողի մեջ։ Նրանից վերցվեց, բոլորը տունեք։ Եվ իմ երազանքի մեջ կա հոգևոր ասպարեզում, որ սա մի օր դառնա իրականություն։ Որտեղ էլ որ դառնա, դուք կլինեք ներկա Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես վերնագիրը արդեն ասացի, բայց ես ունեմ սկիզբ, նախաբան, ինչ կսկսեմ խոսքս։ Երեմիա 32:27 խոսք, շատ ուշադիր եղեք։ Ահա ես եմ Տերը, ամեն մարմնի։ Ուշադիր եք։ Մարմին ենք, թե մարմին չենք։ Դիր ձեռքդ քո վրա։ Ինչ ասում է Սուրբ Հոգին արա։ Ահա ես եմ Տերը ամեն մարմնի Աստվածը։ Ինքը իմ ու քո Աստվածն է։ Միթե ինձ համար որևէ դժվար բան կա։ Կա? Չկա։ Այս մարմնի Աստվածը ինքն է, Տերը ինքն է, եւ եթե ինձ ու քեզ ինչ որ բան է հարկավոր, իր համար դժվար ոչինչ չկա։ Ոչինչ չկա դժվար։ Դու անգամ չգիտես քո մոր որովայնում ինչպես է ստեղծվել, որտեվ ստեղծողը ինքը գիտի ինչպես ստեղծեց քեզ։ Քո մասին չգիտես շատ բան։ Իսկ ինքը քո ստեղծողը, միթե դժվար բան կա։ Ինչ ուզես չես ստանա։ Իր կամքի պես։ Եկել ես ակնկալիքով։ Ինձանից չակնկալես, ես բան չունեմ քեզ տալու։ Ինչ կա իրենից կա ու իրենով կա։ Այս խոսափողը ոնց է, ես ուր գնում եմ էդ եմ ասում։ Սա հիմա եթե ես հեռացնեմ, բայց երբ մոտեցնում եմ իմ շրթունքներին, իր ձայնը լսում եք դուք։ Նույնը ես եմ, նույնը դու ես, երբ կանգնում ենք հանրության առաջ։ Մենք ոչինչ չենք կարող, բայց իրենով մեծ գործիչ ենք։ Իրենով կարող ենք եւ պարտավոր ենք անելու։ Մենք դրա իրավունքը չունենք պահել այն, ինչ որ ինքը տվել է ինձ ու քեզ։ Որովհետեւ վերստին ծնվելուց հետո մենք դառնում ենք ավետարանիչներ, տանում ենք ավետարանի լուրը, ընտանիքի անդամին, հարևանին, բարեկամին, ես չգիտեմ այն քաղաքը որտեղ ապրում ես, քո աշխատանքի վայրը։ Ամեն։ Ու փառք Տիրոջը,
որ մենք աշխարհի աղբանոցից զատվեցինք, որ մենք աշխարհի աղբանոցից գտնվեցինք ու հանվեցինք եւ եկանք ու տնկվեցինք Տիրոջ տան մեջ։ Մեղքի մահվան օրենքից հանեց ու դրեց հոգու կյանքի օրենքի մեջ։ Ինչ լավն էինք դրա համար։ Չէ, ինքն էր լավը։ Այդ սերը արեց ամեն բան։ Իսկ կները սերը, եթե այդ սերը ինձ ու քեզ կյանքի գնով, այրան գնով գնեց, կա մի բան, որ այսօր քեզ չի տալու։ Կա մի բան, որ պահելու է, կա մի բան, Աստված մարդ չի, որ սուտ խոսի կամ էլ մարդու որդի ասի ու փոշմանի, վայ չէ, այսօր մեղ քեզ գործը չեմ տալու։ Մեկ ասում եմ արժանի եմ, որ տալիս ես։ Այո, այրան գնով շնորհքի միջոցով արժանի ենք։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, հետաքրքիր վերնագիր, թուք եւ քղանցք։ Ինչ է նշանակում թուքը, որ հարցնեմ կասեք։ Լավ էլի քուր ջան, թուքը։ Լուրջ ինչ է նշանակում թուքը, ըստ ձեզ, մի երկու կարծիք ուզում եմ լսեմ։ Չկա ձեռք։ Քո ներսի եղածը արտաբերում ես դեպի դուրս։ Այո, ամեն։ Ամաչելու բան չկա։ Հիմա ստեղ գործողություններ են լինելու, չամաչեք։ Ճիշտ ամեն Ամեն Փարտիրոջը թուքը նաև շատ օգնում է, որ մարդը գերակուրը ծամի, շաղախի եւ նոր կուլ տա, որպեսզի իրան այո մարսողական համակարգի համար շատ լավ է։ Առանց դրա չորա ցամաքա չես կարա ոչինչ ծամես։ փոխաբերական իմաստով։ Որ ասма թքեմ նամուսիդ։ Անարգանք։ Չէ՞։ Տենց չեն ասում, ասма թքեմ նամուսիդ, թքեմ երեսիդ, հա? Անարգանք է թե չէ, դա իրականությունն է, այդպես է մեզ մոտ, հա? Ես գիտեմ, որ բոլորդ համամիտ եք դրա հետ, ուրեմն որոշեցի հանել թուք բառի բացատրությունը բառարանից, ասեց քույրը նույն բանը, կասեմ ես, մարդու եւ կենդանիների բերանի խոռոչում հատուկ գեղձերից արտազատվող եւ կերակրի շաղախվելուն ու մարսելուն նպաստող հեղուկ նյութ, փոխաբերական իմաստով նախատինք եւ ամոթանք։ Չէ՞։ Իմ ամենավատ խոսքը իմ երեխաներին, որ չէին սովորում, ասում է թքեմ երեսիդ։ Այ անամոթ։ Բայց այսօր աշակերտես ինչի պիտի չսովորես, այդպես է թե այդպես չի։ Բայց հեսա մենք գալու ենք հասնենք միտեղ, որ հասկանանք, այն նախատինքը, որ ես ու դու տվեցինք Քրիստոսին եւ մեր նմանները, որոնք խաչում էին ժամանակին, այդ թուքը դարձավ բժշկարար զորություն։ Եսայի 56-ում ասում է. իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին եւ իմ ծնոտները մորուքս փիտողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։ Գիտեք ինչ էր անում ժողովուրդը։ Այնքան էին թքել Հիսուսի երեսին, Հիսուսի մարմնին, որ քղանցք էր պատել։ Անարգում էին, ծաղրում էին, թքում էին, ավելորդ խոսում էին։ Տերերի Տիրոջը, Աստվածների Աստծուն, ամենակարող Աստծուն, ստեղծող Աստծուն, այն Աստծուն, ով արարեց երկինքն ու երկիրը։ Հələ տես մարդը ինչ վայրենի է։ Վայրենի է թե չէ։ Մարկոս 15:19-ում ասում է. եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում նրա վրա եւ ծնկի գալով երկրպակում էին նրան։ Հետաքրքիր է։ Թքում էին, անարգում էին, հետո էլ ծնկի էին գալիս իր առաջ ու երկրպակում էին, իբր ծաղրում էին։ Երբ ես այս տողերը կարդում եի, ես հենց բան էի մտածում։ Երբ դու ստեղծում էիր այս մարդուն, մենք այսօր
իմացաք արդեն ինչ է սա։ Կավ։ Սովորական կավ, որից ստեղծվեցինք ես ու դու։ Շաղախեց մեզ սրանից, ստեղծեց մեզ, իջավ եւ իր ռունգներից կենթանության շունչ փչեց իմ ու քո վրա եւ մենք կենթանարար հոգի դարձանք։ Անարգանքի անպատվի ժամանակ էլ իրենց թվում էր, թե դա իրենց զորությունն է, որ իրենք ծնկի են գալիս։ Իրենց ներսի տերից առաջ շունչն ու արտաշունչն էր ծնկի բերում իրենց։ Չէ՞ որ ասում է իջավ եւ ինչ արեց այդ կավե ամանին, իր շունչը փչեց եւ մարդը դարձավ կենթանարար հոգի։ Ամեն։ Նեղության մեջ Աստծուն հավատացող ու չհավատացողը, եթե ինչ-որ բան անակնկալի է գալիս, ասում է. «Վայ մամա ջան, վայ Հիսուս ջան, վայ Աստված ջան», չէ՞։ Ասում է, թե չի ասում։ Ես ու դու, որ ցույց տվեցի ինչից ենք ստեղծվել, ինչ համարում կարող ենք ունենալ Աստծո առաջ։ Ինչով կարող ենք հպարտանալ։ Ինչեղ կարող ենք գոռոզանալ, ինչով կարող ենք ասել ես առանց եսեմի։ Կարող ենք, բայց անում ենք շատ ժամանակ։ Մեզ թվում է, թե ինչ որ բան անում ենք ու ինչ որ բանի հասնում ենք, մենք դա մեր հնարավորություններն է, չէ։ Այսօր հազարավոր մարդիկ չարտնացան առավոտյան։ Փառք Տիրոջը, որ մենք այսօր իր ներկայության մեջ ենք, ամեն։ Փառք իրեն ամեն ինչի համար։ Եվ գիտեք հետաքրքիրը որն է, որ Մատթեոս 26:67-ում ասում այն ժամանակ թքեցին նրա երեսին։ Անկեղծ եմ ասում։ Եթե հիմա ես կանչեմ մեկին ու թքեմ ինչ որ մեկի երեսին, կասեք դե քարոզ էր անում, ուզում էր բնական ցույց տալ, բայց ձեր սրտի, ձեր մտքի խորքում կասեք, վայ ես ինչ արեց։ Տենց հա թե տես չի։ Այդպես է։ Բնական բան է։ Թքեցին նրա երեսին եւ բռունցքով ծեծեցին նրան, ոմանք էլ ապտակ տվին նրան ասելով. «Մարգարեացիր մեզ Քրիստոս»։ Գիտեք ինչ է, չէ՞ Քրիստոս, օծյալ փրկիչ։ Այսինքն դե մարգարեացի, այ փրկիչ։ Ով էր քեզ զարկողը։ Այսինքն ով քեզ հարվածեց, մարգարեացի։ 1000 տեղից զարկում էին, թքում էին, անարգում էին։ Գիտես, որ մենք էլ ենք անում հաճախակի, երբ ես ու դու մեղք ենք գործում ամենակարողի առաջ, երբ ես ու դու բամբասում ենք, երբ ես ու դու չարախոսում ենք, երբ ես ու դու Աստծո խոսքից զատ մեր սրտից հանում ենք մեր մաղձը, մենք թքում ենք Աստծո երեսին, մենք նեղացնում ենք Աստծուն, մենք վիրավորում ենք, ապտակում ենք Աստծուն, մենք վիրավորում ենք, հետո շուռ ենք գալիս, ոնց որ իրանք, ասում ենք ես տուր, են տուր, ես ասա, են ասա, սա եմ ուզում, նա եմ ուզում, բա ինչի չես տալիս, բայց միևնույնն է ինքը տալիս է, ինքը անում է այն ինչ, որ իր կամքի մեջ է, եւ այստեղ իրենք շատ լավ գիտեին, ասում էր Քրիստոս, ով էր քեզ զարկողը, դե մարգարեացի, այդ ինչ մի դժվար բարդ բան էր, որ պիտի մարգարեական խոսք հնչվեր, թե ով խփեց ինձ, յուրաքանչյուր իմ ու քո մեղք, իմ սիրելի քույր, իմ սիրելի եղբայր, զարկում է Քրիստոսին, խփում է Քրիստոսին, դու ինքդ ապրում ես ու ես չեմ խփում, ես չեմ հայոյում, ես չեմ նեղացնում Քրիստոսին, բայց մեր արած ամեն մի մեղք կարող է թքել նրա երեսին։ Երբ քրիստոնյան իր վարք ու բարքով, իր ապրածով, իր մեղսական կյանքով բերում է անարգան Քրիստոսին, ինքը առաջինը թքում է Քրիստոսի երեսին։ Ստեղ եք։ Համաձայն եք։ Համաձայն չլինեք, թե լինեք, դա այդպես է։ Ինչով ենք տարբերվում աշխարհից, ինձ կասես։ Ինչով ենք տարբերվում։ Ով եմ ես, ով է իմ աշխարհիկ ընկերը։ Ես ունեմ շատ աշխարհիկ ընկերներ ու փառք Աստծո, որ ունեմ։ Որն է իմ տարբերությունը։ Որ այդ խավար աշխարհի մեջի խավարը
տեսնի այս լույսը։ Ոչ թե ասի դու չես հավատացյալը, նստած բամբասում էիր, տրորում էիր, արհամարում էիր, հետո էլ գալի ասում էիր Տեր, սամոքսս ցավում է բուժի ինձ։ Բա ես ու դու ինչով ենք տարբերվում, սիրելիներս։ Ինչով ինձ կասես, հենց մեր վարքով, խոսքով, լեքսիկոնով, մեր գործողություններով, որ ասում ենք Հիսուս, քեզ սիրում ենք, այո, սերը ինքը գործողություն է, ինքը խաչով ապացուցեց է։ Ինքը սիրում է քեզ մինչև հիմա։ Այն որ դու ցեխի մեջ ես, տապալված ես, լաբիրինթ չես կարողանում դուրս գալ, հիվանդությունը գլուխ է բարձրացրել, աղքատության կողմից էլ տեղ չկա, ինքը սիրում է քեզ։ Ինքը սիրում է քեզ, ինքը քո կողքին է, այո, փառքերը բոլոր իրենն են, եթե հիվանդ ես, խոստմունք կա, խոսք կա ասած, իմ վերքերով բժշկվել եք, ես էլի խորում էի մի օր այս խոսքի շուրջ, իմ վերքերով դուք բժշկված եք, Տեր ամեն իմ մեղք գործելուց, ես քո վերքի վրա վերք եմ ավելացնում, ու տեղից արյուն է գալի, այդ իմ ավելացրած վերքից հոսած արյունը էլի բժշկում է ինձ, ալելույա ամեն, այո, հենց այդ վերքով եմ ես բժշկվում, բայց ինչ եմ անում, վերանայում եմ իմ կյանքը, վերանայում ես արդյոք քո կյանքը, դուր է գալիս Աստծուն թե ոչ, քո ապրածը, քո արածը, քո դրածը, եկեղեցի նշանակում է եկեղեցիր ինձ համար, արդյոք որ գալիս ես իր համար ես լինում, թե գալիս է ժամանակդ վատնես ու գնաս, արդյոք քո վրա դրված սոցիալներին դու ավելի պատիվ ես տալիս, քան նրանց ովքեր քեզ հարազատ են կամ ավելի հոգի հարազատ, Աստծո խոսքով եմ ասում, ես չգիտեմ ինչի է Սուրբ Հոգին սենց տանում, այն թուքը, որ պատել էր Քրիստոսին, այն անարգանքը, որ մարդիկ որոշեցին Քրիստոսի հանդեպ անել, թույլ տվեց ինքը, եթե թույլ չտար չէր լինի, գիտես, երբ որ դու բամբասում ես, չարանում ես, նախանձում ես, երբ որ դու ինչ-որ բան որոշել ես ավիրել ու ավիրում ես, ինքը թույլ է տալիս, ինքը չի ասում ձեռքդ բռնեմ, դա դու պիտի որոշման մարդ լինես ու ասես, ես քրիստոնյա եմ, ես ինչ ձևի եմ ապրում, հա? Դու պիտի այնպիսին լինես, որ երբ դու մտար աշխարհ, քեզ ասեն, լսի, դու գալիս ես, քո այդ լույսը գալիս։ Հələ մի հատ մինչև մեզ չորտնես, քեզ չենք թողի դու գնաս։ Ամեն։ Երբ մտնում ես քո աշխատանքի վայր, քեզ ասում են, մի հատ մեզ օրտնի նոր գնա։ Էս ինչի չորուցամակ բարի լույս ասեցիր, բա մնացածը սպասում է խավարի մեջ ապրող մարդը, թեպետ խարխափում է խավարի մեջ, բայց որ դու մի նշույլ լույսի ցույց ես տվել, ինքը դեպի այդ լույսը գնում է, ինքը ուզում է այդ լույսը, եղիր լույսի մարդ, ամեն, փառք Տիրոջը, գնացինք առաջ, Մարկոս 8:22-25-ում ասում է և գալիս է Բեթսայիդա, ով է ուզում այսօր բժշկվել, ձեռքերը շատ են, Տեր դու տեսնում ես, բժշկարար զորությունն էստեղ է, ինքը պտտվում է, էստեղ է, Քրիստոսը էստեղ էր, հələ հիշեք, ասում է գնում էր գյուղից գյուղ, սովորեցնում էր և հարստահարվածներին բժշկում էր, ինքը ստեղա, որ քեզ բժշկի, միտքդ կլինի, շունչդ կլինի, մարմինդ կլինի, ես չգիտեմ, ինչ ակնկալիքով եկել ես, և ինչքան ես քո անոթը, քո գավաթը բերել այդ օծության առաջ, այդքան կլցնի քեզ ինքը, Տեր, օգնի քո ժողովրդին, որպեսզի մարգա, իրանք տեսնեն քեզ, բացի իրանց հոգու աչքերը, հոգու ականջները, և թող իրենց ակնկալիքը լինի քեզանից։ Եվ այստեղ յուրաքանչյուրին Տեր, ով հարստահարված է, ով հիվանդ է, ով տկար է, ով ինչ-որ պրոբլեմ ունի, ով ինչ-որ լուծում, որ չի կարողանում գտնել Տեր, պարապ չուղարկես Տեր ջան։ Լցրու ցույց տուր փառքդ, օծությունդ, զորությունդ Հիսուսի անունով, ամեն։ 22-25-ում Մարկոս 8 ասում է, և գալիս է Բեթսայիդա, Բեթսայիդան ինքը ձկնորսության քաղաք էր Գալիլեայում, որտեղ ապրում էին Փիլիպոսը, Անդրեասն ու Պետրոսը, նրանց ծննդավայրն էր։ Եվ նրա առաջին մի կույր են բերում ու նրան աղաչում, որ դպչի նրան։ Հովնան ջան, մի հոգու վերցրու, բեր ստեղ, կողքիդ նստողին, չգիտեմ ով կա, ահա։ Ասում է ինքը և նրա առաջին մի կույր են բերում, ձերը բռնի կույրը այդ տղա ինքը,
ընդեղից տենց բեր, գնա։ Դու էլ աչքերդ փակի։ Տեսեք, ասում են նրա Հիսուսը կանգնած էր։ Եվ ասում են նրա առաջին մի կույր են բերում կանգնացում են Քրիստոսի առաջ։ Ուշադիր եք, հետ գնացեք մի հատ այդ պահը տեսեք։ Եվ նրան աղաչում են, պաղատում են, խնդրում են, ոնց կաղաչես։ Հիսուս խնդրում եմ ողորմիր ինձ ավելի վատ ձևով են։ Հա, իր համար։ Տեր խնդրում ենք ողորմիր, քույրա չի տեսնում։ Քույրա չի տեսնում։ Եկել են ասում, աղաչում էին, պաղատում էին, եւ իրանք ասում էին, հա, որ անպայման դպչի նրան։ Չընկնես այդ տղա, հիմա չեմ աղոթում քո համար։ Որ դպչի նրան, խնդրում են, աղաչում են, ու իրանք են ասում ինչ անի։ Հիսուսը չէր կարա, այլ բժշկության ձև չկար, որ նայում ես ինչքան կույրեր են բժշկվում, եւ տարբեր տարատեսակ տարանուն բժշկության ձև կար։ Եվ ինչ է անում Հիսուսը այս կույրին։ Ասում են դպչի իրան։ Ցույց են տալիս Հիսուսին կարծես ճանապարհ։ Եղելա որ ասես կպի ինձ Տեր։ Ես ասել եմ, ես հաճախակի եմ ասում, կպի ինձ Տեր։ Եվ ասма կույրի ձեռքից բռնեց, տես, ինքը բերել էր այս կույրին, Հիսուսը ձեռքից բռնեց ու շենից դուրս հանեց։ Այդ քաղաքից, այդ գյուղից դուրս հանեց այս կույրին, փագի աշկերը չեմ կորցնի քեզ։ Ու բերեց քաղաքից դուրս։ Ստեղ կանգնի։ Ուզում եմ անպայման գրքով կարդամ։ Ասма հանեց, մի հատ ներգործական բայ արեց, աչքերի մեջ թքելով, հանելա ոչ ոք չի տենում, արիստեղ հիմա, հանեց գյուղից դուրս, շենից դուրս, ոչ թե հենց տեղ այդ մարդկանց ներկայությամբ, այլ հանեց այդ գյուղից, քաղաքից, չգիտեմ որտեղ էին, կույրի ձեռը բռնած տարավ, ու գիտեք ինչ արեց։ Թքեց աչքերի մեջ։ Թքեց աչքերի մեջ։ Հիմա եթե ես թքեմ ինքը կզզվի, դուք էլ կասեք լավ, ես ինչ քարոզի ձև է։ Քուր ջան, ինչ ես թքում։ Տենց հա թե չէ, մտքներովդ կանցնի, թե չի անցնի։ Անպայման ասма չթքես, գիտի որ կարող է թքեմ։ Վայ, ապերս։ Հետաքրքիր է, ասма եւ ձեռքը վրան դնելով թքեց։ Հետո էլ ձեռքը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում է, թքել է աչքերին, այդ կույրի աչքերը փակա, բայց այս թուքը աչքերից գնում է, հարցնում ասма, ինքն էլ բացեց աչքերը, ասма, ինչ որ բան տենում ես, չի ասում տես է, հարց է տալիս կույրին, ասма ինչ որ բան տենում ես, գիտեք ինչ է Եվ նա մտիկ տվավ և ասում էր, մարդիկ եմ տեսնում, որ ծառերի նման պտտվում են, ոչ թե մարդ եմ տեսնում, այլ մարդիկ եմ տեսնում իբր, այսինքն ծառ, որ մարդու է նման, իբր ծառերի պես ման են գալիս, ասում է հետո ձեռքը դարձյալ նրա աչքերի վրա դրավ և նրան նայել տվավ, թքեց, հարցրեց, հետո ձեռքը դրեց աչքերի վրա և ասում է այս անգամ ինքը հրաման տվավ, որ ինքը համարձակ տեսնի։ Այսինքն այդ խոսքը իրա բերանից դուրս եկավ, որ նա համարձակ տեսնի։ Եվ ասում է նա ողջնցավ և ամեն բան համարձակ տեսնում էր և նրան ուղարկեց նրա տուն ու ասեց, ոչ գյուղը մտնես, ոչ էլ գյուղի մեջ մեկին չասես, որ աչքերդ Հիսուսը բացել է։ Հիմա գնում ես քո գյուղ, այս մեկն էլ որ բերել էր, հիմի այս մարդը գնում է, որովհետև ինքը այն շենից պտի իր ոտքով գա հասնի ստեղ, ամեն,
որտեղ ամբողջն էր հավաքված։ Այնտեղ ամբողջ չկար, կարդացինք։ Ես ինչու եմ Աստվածաշնչով տող կարդում, որտեղ ես սիրում եմ այդ կենթանի խոսքը։ Եվ ինքը, երբ որ աչքերը բացած եկավ, այս ով որ բերել էր, սպասում էր, որ այդ կույրին տաներ հետ իր տուն կամ այնտեղ որտեղից բերել էր։ Չզարմացավ։ Հովնան ջան, խի չզարմացար։ Ապշահար եղան սաղ։ Ասեցին, այս մարդու ձեռից բռնեց, տարավ գյուղից դուրս, թքեց աչքերին, հերիք չի, լղեց թուք աչքերին։ Մի հատ էլ այս մարդը կենթանացած հետ եկավ, աչքերը բաց։ Փառք Տիրոջը, ծափահարեք Աստծուն։ Հետաքրքիր է։ Եվ հարց չէր ուղում, հրաման էր տալիս, որ գնա, բայց քո գյուղ մի մտի, գյուղում էլ ոչ մեկին մի ասի, բայց մարդն ուր գնար, ուր գնար ես մարդը, եթե իր տուն չպիտի գնար, ինչ եք կարծում, իմ ու քո կյանքի մեջ, թե կուզեն, որ մենակ մենք այսօր հավատացյալ ենք, ով չգիտի, որ հավատացյալ ենք, ումից ենք թաքուն պահում, կա մեկը, որ մեկից մենք թաքուն ենք պահում, ինչքան էլ թաքուն պահես, գիտեն, որ դու հավատացյալ ես, թաքուն մի պահի, ես քեզ ասեմ դրա մեջ զորություն կա, և որ դու դավանում ես Տիրոջը հանրության առաջ, ինքն էլ հոր առաջ, և այն ինչ որ կա Տիրոջ գահից հասնում է քեզ ճիշտ ժամանակին, չվախենաս երբեք, որ դու քրիստոնյա ես կամ դու հավատացյալ ես, ինչ ուզում են ասեն, թող ասեն աղանդ, դեմը դիրտը թող դառնա տաղանդ, ամեն, հաջորդը, ասում է, Հովանես 9:1-7 ասում է 5-րդ խոսքը, լույսն եմ աշխարհի, այս ասելով տեսեք ինչ պատրաստված եմ տեսի կավ քթալ բերել եմ, բայց ձեռքով եմ խառնել Բայց հիմա քանի որ ասում են թքեք, ենքան նուրբ են թքում, երես ինչ չեք թքում, ստեղ եք թքում։ Ինքը ինչ արեց, տեսեք ինչ արեց, հետաքրքիր բան, ասում է ես եմ աշխարհի լույսը, այս ասելով թքեց գետնին, թքից կավ շինեց, թքից, ջուր չի խառնում, թքում է ուղակի։ Հիմա սենց բոլորը ապշած ու ձեր նման զարմացած նայում են, թե ինչ անում։ Այսինքն ինչպիսի անարգանք, ինչպիսի անտակտություն, բա էթիկան ուր մնաց, բա էսթետիկան ուր մնաց, բա կուլտուրան, ուր մնաց, թքեք էլի։ Թքեց, կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին և նրան ասեց, գնա, լվացվիր Սելովանի ավազանում, որը նշանակում է ուղարկված։ Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ տեսնում էր։ Անկեղծ ես մտածում եմ մեկի կկանչեմ, կթքեմ, կքսեմ աչքերին ու կասեմ գնա մի հատ ընդեմ միտեղ ջուրը լցրու լվացվի ափերին։ Ավելի որպիսի լինի
հստակ ու տեսանելի ու ավելի ուսանելի։ Հիմա դուք այս իրավիճակը պատկերացնում եք։ Չէ, պատկերացնում եք լուրջ։ Բա ասում եմ թքեք վախենալով եք թքում կավի մեջ։ Ինքը թքեց, շաղախեց, վերցրեց, քսեց կույրի աչքերին եւ ասեց գնա սելովանի մեջ, ավազանի մեջ լվացվի։ Այսպիսի հարց իմ մոտ առաջացավ։ Տեր ջան, բա այդ որ թքեցիր, կավը սարքեցիր։ Գիտեմ, կավից ենք վերցրած, ես ցույց տվեցի, այդ փոշուց ենք, փչում ես ոչ մի բան ենք։ Բայց իրա թուքը ուշադիր եք, աչք սարքեց էլի կավից։ Այս կավե ամանի աչքը էլի սարքեց։ Սենց տեսել եք, չէ, քանդակագործը ոնց հաստանում քիթ բերան աչք, լղեց, ասեց գնա, բա մինչև գնալը չէր տենում, ոնց հասավ սելովանի ավազան, ոնց հասավ, հարց տվել եք ձեզ, էլի ուй կներեք, էլի ապերի պես որ բերեց, հա հովնանին ման մեկը ձեռքը բռնեց ու իրան տարավ, ստեղ տես չի խոսում, երբ ինքը արդեն թքել էր նրա աչքին կավը սարքել էր ու քսել էր, ինքը արդեն նրան ներսում դրել էր ուղությունը, ամեն, դրել էր ուղությունը, որտեղ է սելովանի ավազանը, որը թարգմանաբար նշանակում է ուղարկված, նշանակում է ինքն էր ուղարկողը, ամեն, ուշադրություն դարձրել եք, ինքն էր ուղարկողը, ինքը ուղարկեց, ներսից տվեց ուղություն, երբ ես ու դու Քրիստոսին չունեինք, ամեն մեկիս ուղարկեց եկեղեցի, կամ խմբակ, կամ սենց թարլան հովիվների մոտ, որ գնանք խոսք լսենք, չնայած ես եկել եմ ասել եմ, կներես, ես տեղ եմ, բայց ես քեզ չեմ հավատում, արի ապացուցի, որ դու Հիսուսն ես, մինչև այսօր ապացուցում եմ, որ իրանից զատ չկա ուրիշ Աստված, հետաքրքիր է, ինքը երբ թքեց, ինքը ուղությունն էլ ցույց տվեց, ամեն, էդ ինչ զորություն ուներ այդ թուքը, Արդնա գնաց լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում է, ինքը ուղարկում է ինձ ու քեզ, դու ուղակի հնազանդվի, այս կույրը աչքերը փակ գնաց, մեկը չասեց ուր ես էթում, կեթաս կնգնես, գնաց հերիք չի, համել լվացվեց, կարար գնար ընգներ մեջը, չէ, բայց գնաց ու լվացվեց, ես ու դու մեր կյանքերի համար շատ բան կա, որ չգիտենք, ուշադիր ես սիրելիս, Աստծո խոսքում լիքը խոստմունք կա իմ ու քո համար, բայց միշտ չի, որ մենք գիտենք այդ մասին, վստահի իրան, երբ ուղարկում է գնա, երբ ասում է լվացվի, մաքրվի, մեղքից ազատվի, արա այդ ամենը, որովհետև լույս է գալու քո կյանքի մեջ, օրհնություն է գալու քո կյանքի մեջ, օծություն է գալու քո կյանքի մեջ, հարստություն է գալու քո կյանքի մեջ, տալու է այն, ինչը քո բաժինն է իր գահից, որտև ինքը հայր է, հարուստ է, դու թագավորի դուստր ես, թագավորի ուստրեր ու դուստրեր եք, այդ լրիվ հարստությունը մերն է երեխեք, բայց մենք միշտ չի որ վերցնում ենք, հա, թքեց աչքերը կույր, հիմա այդ կույրը մտածեց սենց, ես իմ սեփական կարծիքն է, ասենք թե բա ուրա չբացվեց աչքերս, բայց ինքը լսեց, ունկն դրեց, որ ուրա ուղորթում, քեզ ուրա ուղորթում, ամեն մեկդ լավ գիտեք, ուրա ուղորթում, գնա, երբեք քո իմաստությանը մի վստահի, երբեք քո աչքերին մի վստահի, որովհետև այս աչքերը ինչ ուզեն, էդ են տեսնում, ամեն, դրա համար էլ բամբասանքն այդքան շատ է, Մարկոս 7:32-35-ում ասում է նրա մոտ մի խուլ ու համր մարդու բերեցին և աղաչում էին, որ ձեռքը նրա վրա դնի, այստեղ էլ բերել էին խուլու համր մեկին և աղաչում, այդ խուլու համարը տեսնում էր, հաստատ տեսնում էր, աղաչում պաղատում էին, ասում էին ինչ կլնի, մի հատ ձեռքը դիր իրա վրա, այն մյուսը որ կարդացինք, ոչ ոք չէր բերել այդ կույրին,
Այն մեկին բերել էին, որ շենից հանեց։ Իսկ այն մեկին ինքը արեց։ Ինքը տենց ուզեց, որտի նրա աչքերը բացեր։ Ինքը ուզում է քո հոգու աչքերը բացի։ Ինքը ուզում է, որ քո ճանապարհը շտկի։ Ինքը ուզում է քո երազանքները իրականանան։ Ինքը ուզում է, որ դու դառնաս իր երազանքի աղջիկը կամ տղան։ Ինքը անում է։ Ինքը անում է։ Ինքը տալիս է, որովհետև ինքը կատարելության գագաթնակետն է։ Իր համար անհնար բան չկա։ Ամեն։ Այստեղ ասում է նրա մոտ մի խուլ ու համր մարդու բերեցին եւ աղաչում էին, որ ձեռքը նրա վրա դնի։ Ուշադիր եղեք։ 33 խոսքում ասում է Հիսուսը նրան ժողովրդից հեռու մի առանձին տեղ տարավ, որ այնտեղ մարդ չլինի։ Հələ ուշադիր լսեք ինչ ասում, հայտնություն կստանաք։ Առանձին տեղ տարավ, իր մատները նրա ականջների մեջ դրեց։ Հովո արի։ Հələ ուշադիր եղեք։ Ասում է առանձին տեղ տարավ իր մատները նրա ականջների մեջ դրեց եւ թքելով դիպավ նրա լեզվին։ Աստծո խոսք եմ կարդում։ Մատերս մցրի եղուննես երկարեր, ասեց ուտ։ Բայց պատկերացնում եք, որ թափով մցնի, բերանը բացվեց, թքեց, ասում է եւ թուքը կպավ նրա լեզվին։ Օ, ինչ անշնորհք վերաբերմունք։ Օ, ինչ էթիկա ընդհանրապես չկա, գաղափար չկա, ոնց կարելի է այդպես թքել մարդու լեզվի վրա։ Հələ մտածեք էլի մի հատ։ Հիսուսն էր անողը։ Օրերից մի օր, երբես եղբոր լեքսիկոնը փողոցային էր, եսպես եղբոր լեքսիկոնը հոգեկան խանգարման լեքսիկոն էր, ինքը շատ բաներից է պրծեկ է, ես սիրում եմ տենց մարդկանց, որ կյանքերը փոխվում են, շատ, երբ որ մարդ հանցնում է վերականգնողական, բաժինը, և սենց դառնում է Աստծոյալ, ես սիրում եմ Հիսուսին, Հիսուսը մի օր թքեց նրա լեզվի վրա, ձեռքերը մտցրեց նրա ականջների մեջ, ցավից ճչաց բացեց բերանը, ասեց թքեմ լեզվիդ վրա, որ ամեն անօրենություն գնա ու դու այսօր դառնաս են ում ուզում եմ տենամ, Տերը օրհնի քեզ։ Թքեց։ Այո։ Մի օր առիթ կլինի ինքը իր վկայությունը կտա, ես միշտ ապշած եմ, սիրում եմ քեզ Հիսուս, ոչ թե որ դե ասենք ես ինչ բան մարդը ով էր, այսօր ով է դարձել։ Եվ ինչպես Աստված իրան օգտագործում։ Ամեն, փառք Տիրոջը։ Հիմա տեսեք, մենք չենք կարում էլի ստեղ նստած ենք, բայց չենք կարողանում խորությամբ հասկանալ, ոնց կլինի թքի մեկի լեզվի վրա։ Թքի բերանի մեջ։ Ուշադիր եք, բայց Հիսուս Քրիստոսից դուրս եկած ամեն շտրիխ կլինի խոսք, ստորակետ, վերջակետ, թուք, համբյուր, թե ինչ որ կաթիլ ինքը ունի բժշկարար զորություն։ Տեսեք 34-ում ասում եմ Հիսուսը դեպի երկինք նայեց և ասեց եփաթա բացվիր երկինք նայեց Հիսուսը որ Հիսուս էր երկինք էր նայում որտև հոր կամքն էր կատարում ում կամքն ես կատարում երբ որ ստացել ես այն ամենը բան չեմ ասում հավիտենական փրկություն ես ստացել Արդյոք դու նայում ես երկինք և ասում ես բացվիր ավելի ու ավելի իմ համար Տեր բացվիր իմ համար Տեր որովհետև ասում է երկինք նայեց ոչ թե սովորական ասեց այլ ուշադրություն դարձրեք հառաչեց
Արդյոք ունես դու այն աղոթքի կյանքը, այն կարդալու կյանքը, որ գալիս ես Տիրոջ առաջ, աչքերդ հառում ես վերև, հառաչանքով, պաղատանքով, խնդրվածքով ասում ես. բացվի ինձ Տեր։ Բացվի ինձ Տեր։ Եթե կներես դու չունես քո առանձին սենյակը, որ Տիրոջ հետ ունենաս ինտիմ հարաբերություն, մոտիկ հարաբերություն, դու մակերեսորեն ամեն ինչ կստանաս։ Գիտես, առանձինի մեջ պտուղներ կան, առանձինի մեջ օրհնություն կա, օծություն կա, հայտնություն կա, առանձինի մեջ ինքը քո հետ խոսում է սրտից սիրտ, իր կտակից բացում է բաներ, որ քեզ կտակել է։ Դու կարդացել ես այդ կտակը, չես հասկացել, թե քանի կետ կա, որի տերը դու ես։ Չես վերցրել ու նեղվել ես, հիմա էլ չես վերցնում ու նեղվում ես։ Էլի նեղվում ես, որտեվ քեզ թվում է, որ դե ասել եմ, աղոթել եմ, պատասխան չկա։ Քննիր հոգևոր կյանքդ, ուտես, հոգևոր ականջներդ ու հոգևոր աչքերդ արդյոք բժշկված են ու բաց են։ Հայտնության մեջ միտեղ ասում է դեղ դիր աչքերիդ։ Գիտեք, որ Առակաց 4:20 խոսքը ասում է, որ Աստծո խոսքը բժշկարար սրվակ է։ Երբ որ դու ամեն անգամ կարդում ես, հա, ես չգիտեմ որտեղդ, բայց բժշկվում է։ Առաջին աչքերդ են զուլալվում, միտքդ հոգիդ է զուլալվում, եւ Տիրոջ խոսքը որպես ջուր ամեն օր է քեզ մաքրում, քեզ, անձամբ քեզ։ Ես կարդամ իմ կարդացածը քեզ չի մաքրի։ Ես կարդամ իմ կարդացածը քեզ չի տա։ Գիտեք, որովհետև Հովանեսի 1:1-ն ասում է, խոսքը ինքն է։ Ամեն կարդալուց դու իր այդ բերան առ բերան, երես առ երես շփվում ես, հասկանում ես։ Չես կարոտում դու իրան։ Իմ ամուսինը ինձ ասում էր, վայ Հայկ ջան, ասում էր, այ կնիկ, գրագետ կնիկ ես։ Այս 35 տարի կարդում ես, բան չես հասկանում։ Ինչ ես այդքան կարդում։ Որտեվ յուրովի է բացվում, ամեն անգամ յուրովի ես տեսնում Աստծո փառքը, յուրովի ես տեսնում նրա սրբությունը, յուրովի ես շփվում նրա հետ, յուրովի ես հասկանում ու ճանաչում մեծությունը, զորությունը, բժշկությունը, կատարելությունը, որ արժան է միայն փառքի, ու տենում ես, թե դու ինչքան ցածր ես, նսեմ ես, փոքր ես, ու դու հենց ես։ Այս ես։ Որ քամին խփեց կփշրի մղեղի պես քեզ կտանի ու դու ոչ մի բան ես, եթե իրա թուքը քեզ չշաղախի։ Եթե իրա խոսքը կենթանի ջուրը քեզ չշաղախի, դու ոչ մի բան ես, հավատա ոչ մի բան ես։ Շատերը ասում են աղոթեցի ու չստացա։ Ո՞վ է մեղավոր, որ չստացար։ Երբ խոստմունքը, երբ խոսքը ասում է, եթե լսես, պահես ու կատարես, բայց լսում ես մենակ, կամ պահել ես մենակ, կամ դեսից դենից լսել ես, ուզում ես կատարես, բայց կատարյալ չի կատարածդ։ Ամեն։ Ինձ թվում է Սուրբ Հոգին գալիս ու կպնում է ձեր սրտերին, խոսում է ձեր հետ եւ ասում է, գիտես ինչ կա, զավակս, ուստրերս եւ դուստրերս։ Ես այստեղ եմ։ Ես նույնն եմ երեք այսօր հավիտյան։ Հավատում ես դրան։ Ինքը պատտվում է շարքերով։ Ինքը գալիս նստում է քո կողքին, ձեռքը դնում է քեզ վրա։ Ինքը հիմա կարդում է քո սիրտը։ Քննում է երիկամունքդ ու գիտի ինչպես ես իր ներկայության մեջ։ Գիտի թե չգիտի։ Ես չգիտեմ, բայց Տերը գիտի ու փառք Տիրոջը։ Փառք իրեն։ Գիտեք հետաքրքիրը որն էր, որ ես երբ խոսեի թքի մասին, այսպիսի ռեակցիա պիտի ստանայի։ Եկեք խոստովանենք, չէ՞։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Այ քուրջան, եկել ես քարոզես, թե եկել ես թքես կավի վրա ինչ-որ բան բացատրես մեզ։ Էս ինչ անարգալից վերաբերմունք է։ Էս ինչ է նշանակում էսի։ Էդի մենք մեր թուքն անարգանք։
Քրիստոսի հանդեպ։ Մեր մեղքն է անարգանք Քրիստոսի հանդեպ։ Մեր արածն է անարգանք, մեր անպատվաբեր խոսքերը, մեր ծայրահեղ կեղտոտ մտածելակերպը, մարդուն նախանձելը, նրան տրորելը, նրան գցելը, լաբիրինթի մեջ մտցնել ու չհանելը, չոքնելը։ Բայց Քրիստոսը չես կարող դու տանը կներես կեսուրիդ, հարսիդ, որդուդ, տղայիդ, բարեկամիդ, ազգականիդ վիրավորես, նեղացնես, թքես, մրես, բամբասես, հետո կաս ձեռքերդ բարձացնես վերև ու ասես սիրում եմ քեզ Հիսուս, ասման լսի աղջիկ ջան ձեռքերիդ մեջ արյուն եմ տեսնում, առավոտից թքում ես երեսիս, առավոտից անարգում ես ինձ, չէ որ այդ մարդը իմ պատկերով ու իմ նմանությամբ էր ստեղծված։ Առավոտից այդ գործն անում ես, հիմա էլ եկել ես ձեռքերդ վերև ես բարձրացնում։ Սիրելիս, որոշման մարդեղի։ Թող քո թուքը օգնի քեզ միայն, որ քո կերակուրը լավ մարսվի։ Հոգևորում եմ ասում, ինձ թվում է ճիշտ եք հասկանում։ Ինչ արեց Հիսուսը երկրի վրա, ճիշտ արեց։ Ճիշտ արեց, թե չէ։ Էսի կավ էր, փոշի։ Երբ խնդրեցի Հովնանին, որ ասի ինձ մի քիչ կավ ա պետք, ասեց գիտես, որ կավի տարբեր գույներ կան։ Որ գույնն ես ուզում։ Ճիշտն ասած ես չգիտեի։ Ես գիտեի գույն են խառնում, հա։ Ասեց կա, ինձ ասել են, որ գույնն ես ուզում, ասի չէ ամենահասարակ ու պարզ գույնը, ես էդ եմ ուզում, որտև ասելու բան ունեմ, տիթքեմ մեջը, բայց որ ասեց հայտնություն ստացա, գիտեք, մենք կարող ենք մեր անգույն կյանքին խառնել տիրոջ գույները, ունի թե չունի գույներ, աշուն է, դուրս ես գալիս, ես զարմանում եմ, ասում եմ ոնց ես ներկել սենց, տարատեսակ, տարանուն, տարբեր գույների, նայում է ու աչկերդ շլանում են, փայլում ես, ներսդ ուրախությամբ լցվում է, ծաղիկները, տերևները, ես չգիտեմ խոտերը, ամեն ինչ որ Տերը աճեցրել է, գեղեցիկ է, չէ, գիտեք մենք էլ ենք այդպիսին, մենք ամեն մեկս յուրահատուկ ենք, մենք ամեն մեկս յուրօրինակ ենք, մենք ամեն մեկս ունենք մեր գույնը, համը, հոտը, տեսքը, օծությունը, առանձին, իրար նման չենք, ինքը ինչ տվել է Պավել եղբորը Կարինե քրոջը, Սուսան քրոջը սեն մեկին են մյուսին, ինձ չի տվել, ու չեր էլ տա, տենց լիներ, մենք ամեն մեկս կդառնայինք սենց ամբող, իսկ հիմա անհատականություն ենք, քսերոքս բան չկա, 8 միլիարդ մարդ, 8 միլիարդի մատնահետքերն էլ տարբեր, հլը տես ինչ օրիգինալ ես Աստծո առաջ, և ինքը յուրովի է քեզ հագցնում, յուրովի է քեզ օծում, յուրովի է քեզ տալիս, յուրովի է ձեռքդ բռնած տանում, ինձ կարող է այս ճանապարհը լոնքելով թռցնելով տանի, քեզ մանր քայլերով, բայց դու ասում ես հլը ձեռս թող ես էլ թռնեմ, ասմա չէ թռնես կընկնես, և շատ ժամանակ թողում ենք, թռնում ենք ու ընկնում ենք, հաշտ եղեք Աստծո հետ, սիրելիներս, ինքը սիրում է ձեզ, հլը այդ քղանցքը կտաս Սուս ջան, շատ փնտրեցի, իմ հագուստների մեջից գտասա, որը շատ նման էր, ով կհագնի, արի հագի, կասեք հիմա ինչ ուզում ես քուրը մեզնից, ինքը, որ Հիսուսը հագնում էր, երկար էր, մինչև ոտքերի ծայրը, բայց ուներ այսպիսի ծոպեր, և այդ ամեն ծոպին կապույտ լենթ էր կապած, պտտվի թող տենան, կանգնում են, որ տեսնեն մարդիկ, սենց են կոմ գնարի, որ տեսնեն ինչ ես հագել, տեսեք, որ քայլում է ծպկերը շարժվում են, բայց այս ծպկերին մինչև ոտքի կոշիկի մասը
կապույտ լենթեր էր ըստ իրանց օրենքի։ Պիտի կապույտ լիներ, կարմիր էր, տանը կապույտը չգտա։ Բայց դուք պատկերացրեք։ Դե որ ես այսքան պատկերացնում եմ, դուք էլ պատկերացրեք։ Ծոպերի վրա կապույտ ժապավեն կար։ Էդի Մովսեսի օրենքով ասեմ, թվոց 15, 38, 39 տանը կկարդակ, այդ մասին խոսում է, թե ինչ էր պատվիրեն Մովսեսը, որ ինչ հակներ Իսրայել ժողովրդի քահանայենները կամ քահանայապետերը։ Ես մոտավոր եմ ասում, տեսնում եք այս ծպկերին, սենց կապույտ լենտեր, որոնք կախվում էին ներքև։ Տեսեք, գիտեք ինքը ինչ էր կոչվում, բառարանից հանել եմ, քիտոնի կամ հիմատիոնի անկյուններ կային ծոպերում։ Հիմետոն կամ քիմիատոն էր այդ հագուստը կոչվում։ Այն, որ հագնում էին դրա վրա։ Եվ անպայման պիտի ունենար։ Եվ այդ ծոպերը հագուստի եզրերին էին, որպես հավատքի հիշեցում։ Պատկերացնում եք։ Հավատքի հիշեցում։ Այսինքն այդ ծպկերին կապված դեր կապույտ լենտերը անկյունած է, որ քսվում էր հատակին ու քայլելուց գնում էր սանդալների հետ։ Ասում է դա հավատքի նշան էր։ Եվ հագնում էին այդ ժամանակ։ Քաղաքակրթությունն այդպիսին էր հագուստի իրենց։ Եվ հավատքն էր հիշեցնում։ Չգնաս մնաստեղ։ Մատթեոս 9:20-ում ասում է, եւ ահա 12 տարի արնահոսությամբ տառապող մի կին հետևից մոտենալով դպավ Հիսուսի հագուստի քղանցքին, որովհետև իր մտքում ասում էր, մտքում, եթե միայն նրա հագուստին դիպչեմ։ Այդ կինը հələ քայլի առաջ հետևից էր գալիս, սենց չէր գալիս, սողալով էր գալիս։ Գալիս էր, որ կպներ այդ ներքևի, պատկասում եք, այս ծուպկը ներքևը։ Ու այդ լենտը, որ հողի վրայով է գնում, սկի մարմնին չի էլ կպնում, կպնեմ դրան։ Եթե հələ պտտվի, ես հիմա այս ծպկերից մեկին կպնեմ, ես չգիտեմ, կզգա, զգում ես, որ ծպկերից մեկը բռնել եմ։ Չկա տենց բան, չէ, չես գա։ Հիմա ես մոտավոր ուզում եմ հասկանալ այդ կապույտ լենտերը, որ այդ հագուստի ծայրերին հավատքի նշան որպես կախված էր, էդի հողի հետ համայրա սանդալների հետ գնում էր։ Եվ այդ կինը մտածում էր գամ հետևից, դեմից էլ չէ, ու ինչ անեմ, բռնեմ այդ թելը կապույտ հավատքի, եւ ես կլինեմ բժշկված։ Եվ ես կլինեմ բժշկված, պատկերացնում ես ինչ հավատք էր, որտև ինքը լսել էր, որ այդտեղով Հիսուսը պիտի անցնի, ինքը չէր գնում վազելով, էսրան խնդրում նրան, տեսանք մենք, որ կույրին մեկը բերեցին, խուլին բերեցին, ասեցին ձերք դիր, հա թող ձերքից զորությունը անցնի, այս կինը տենց չէր մտածում, այս կինը մտածում էր միայն կպնեմ այդ ծայրի լենտին, որը ինքը չէր էլ կարող զգալ, որ գետնի հետ խառն, ես հետո ուսումնասիրել եմ նկարներ ու ֆիլմեր եմ նայել, թե ոնց կարելի էր կպնել դրան ու Հիսուսը զգար, որ կպան իրան, ախր հեչ կպնելու չի էլի, սենց ոնց որ այդ թելին կպնես ու Հիսուսը զգա, որ իրան կպան։ Եվ տեսեք ինչ է ասում, մոտենալով, որտեղ մտքում էր ասում, բայց երբ Հիսուսը շրջվեց ու նրան տեսավ, ասաց. մի ավետարանում էդի դուրս գալիս է, հարց տվեց, ով ինձ կպավ։ Աշակերտները ամբողջ ասեցին, ես ինչ հարց ես տալի, 10,000, 20,000 հոգի քեզ հրմշտելով, կողքդ քեզ քսվելով գնում են, դու ասում ես ով ինձ կպավ, լիքը մարդ քեզ կպավ։ Ասում է ինքը շրջվեց ու ասեց, ով ինձ դպավ, ինձանից զորություն դուրս եկավ։ Պատկերացնում եք ինչին էր կպել։ Ինձանից զորություն դուրս եկավ։ Մենք մինչև չեն գալի, ձեր չեն դնում, չեն խփում, չեն բրդում, չեն գցում, զորություն չեն կզգում։ Բայց այս կինը եկել էր զուտ, կատարյալ բժշկվելու համար, 12 տարի արնահոսել էր, 12 տարի տառապել էր, 12 տարի գումարները ծախսել էր, տունը ծախել էր, ինչքերը վաճառել էր, ամեն ինչ տվել էր բժիշկներին, հեքիմներին, ես չգիտեմ ում,
ոչ մի արդյունք չուներ ու լսել էր, ոչ թե տեսել էր, այլ լսել էր Քրիստոսի մասին, որ Քրիստոսն այդտեղով անցնելու է եւ սողալով հետևից եկավ ու մտքում մտածեց մենակ ձեռս հասցնեմ կպցնեմ այդ ծոպկին սենց կամ մենակ կպնեմ արդյոք ստեղ նստած մտածում ես ես կպնեմ Հիսուսին թե թող գա ինձ կպի մարմինս փշաքաղվի ընկնեմ գոռամ ճվամ որ իմանամ Հիսուսը ստեղ է սիրելիս Հիսուսը ստեղ է Տերը քեզ օրհնի արևս Հիսուսը ստեղ է ամենները քիչ են Հիսուսը ստեղ է Եվ ասում է բայց երբ շրջվեց եւ նրան տեսավ ասաց Եկավ էս քույրը ընկավ Հիսուսի ոտքերի դիմաց արդեն, ոչ թե հետևից։ Գիտեք խի էր վախենում։ Մովսեսի օրենքում ծորում եւ արնահոսություն ունեցող կանայք իրավունք չունեին ըստ այդ օրենքի հայտնվել ամբոխի մեջ կամ հայտնվել մարդկանց մեջ չկար, նրանց քարկոծեին կսպանեին, այդպիսի օրենք կար, բայց ինքը արդեն այնքան էր հասել գագաթնակետին, էլ չմտածեց այդ մասին, ասեց գնամ մենակ կպնեմ փեշին, վախ վխորած եկավ, ընկավ ոտքերի առաջ, եւ Հիսուսը ասեց, քաջալերվիր դուստր, քո հավատքը քեզ փրկեց, եւ կինը նույն պահից բժշկվեց, քո հավատքը քեզ փրկեց, այդ հավատքը բարձր իր սենյակում աղոթք չէր արել, այդ հավատքը այդ պահին փողոցում սողալով, արնաշաղաղ, արնաթաթախ գնում էր հետևից, կպնի այդ ծպկին, կպնի դրան, եւ զորությունը դուրս եկավ, վերցրու քո զորությունը հիմա Հիսուս Քրիստոսից, վերցրու, մի վախեցի, Փառք քեզ իմ արքա, այցելի ամեն մեկին իմ Տեր հիմա, ովքեր որտեղ նստած են այստեղ եւ ունեն հիվանդություն մարմնի մեջ, դու բժիշկ ես, դու զորություն ես, դու օծություն ես, հպվիր Տեր, ավելացրու իրանց հավատքը, ու Տեր են ինչի համար եկել են ստեղ, Մատթեոս 14:34-36, ասում է տեղաբնակները Հիսուսին ճանաչելով, ստեղ կա մարդ, որ Հիսուսին ճանաչում է, ձեռքերը քիչ են, ով ճանաչում է կստանա, ով չի ճանաչում չի ստանա, ասում է տեղաբնակները Հիսուսին ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ եւ բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին, բոլոր, ձեռքեր տեսա, որ ասեցի ով է հիվանդ, ով տկարություն ունի, բավականին ձեռքեր բարձացան, Ես չգիտեմ ով ինչ հիվանդ է, կողքինդ էլ չգիտի, թե քո մարմնում ինչ տկարություն կա, բայց քո ձեռքը Տերը տեսավ, թե չտեսավ։ Եվ ասում է, այստեղ մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, մարդ ուղարկեցին ամբողջ հոկտեմբերյանով մեկ, եւ ասեցին ամեն կիրակի կամ շաբաթ, այսինչ ժամին եղեք եկեղեցում, Քրիստոսը այստեղ է։ Ոչ թե լինելու է, այլ այստեղ է, ներկա ժամանակով, այստեղ է, ամբողջ գավառով մեկ և բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին։ Դու քեզ բերել ես եկեղեցի, Աստծո կամոք, և դու քեզ ինքդ ներկայանում ես Աստծուն։ Բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին և աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն, ովքեր դիպան բժշկվեցին։ Ինքը ձեռք չդրեց, ինքը չաղոթեց, ասма իրանք մտածում էին տենց, գոնե քղանցքին ցույց տվեցի, այդ ծոպկին, այդ թելին կպնեմ։ Հիմա դու պատկերացնում ես, որ այն հագուստը, որ ես ու դու հագնում ենք, հա, ոչ թե մարմին է, այլ հագուստ,
գցում ես քրչահակնում ես տեսքաստանում։ Նույն է ծոպկերը։ Եվ ասում է բերեցին եւ ինչ արեցին։ Ասում էին, որ բռնեն այդ ծոպկերը, որ կպնեն այդ ծոպկերին, ոչ թե գնան Հիսուսը իրանց վրա ձեռք դնի, կամ Հիսուսը իրանց գրկի կամ մոտենա։ Տեսեք, թուքը, որ անարգանք ենք համարում, հագուստը, որ ոչ մի բան ենք համարում, Աստծո թուքն ու քղանցքի տակի թելը, որ հողով է գնում, զորություն ունի քեզ բժշկել։ Տեսեք ինչ հետաքրքիր է ասում, ասում է աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպեն, եւ ովքեր դպան, նրանք բժշկվեցին։ Սենց աղոտ կարած կաս հեչ։ Տեր այցելի, Տեր ինձ բժշկի, այսօր սիրուշ քուրիկ նայեք, եսա ձեռքը դնի կաղոթի կբժշկվեմ, ես հիմա Տիրոջ կրակն եմ հռչակում ամենքիդ կյանքում։ Տիրոջ օծությունն եմ հռչակում ամենքիդ կյանքում։ Տիրոջ զորությունն եմ հռչակում, բժշկարար զորությունը, բժշկարար սրվակը, հիվանդես, դիր ձեռքդ քո վրա, արդեն մարդիկ կան, որոնք իրենց ձեռքեր իրանց վրա են դրել։ Դրեք, մի ամաչեք, փակեք ձեր աչքերը, աղոթում ենք։ Տեր, ես ուզում եմ հիմա կատարվի են ամենը, ինչ դու արեցիր երկրի վրա։ Եվ այս ժողովուրդը քո առաջ է, եւ այս ժողովուրդը ուզում է, որ դու կպնես իրեն, բայց մինչև դու կկպնես, իրենք կպնեն քո քղանցքին։ Թող իրենք դպեն քո քղանցքին, Տեր, եւ լինեն բժշկված կամքիդ հաճության պես, կամքիդ ու ուզածիդ պես, Տեր, օ հզոր Աստված, որպիսի Տեր ջան, դու ասես, ով ինձ կպավ, որովհետև ինձանից զորություն դուրս եկավ։ Թող գա քո զորությունը հիմա, քո կրակը բժշկության, քո ժողովրդի վրա, Տեր։ Դու սովորեցնում էիր ու հետո բժշկում քո ժողովրդին, Տեր։ Ոչ մեկին անմասն չէիր թողում, Հայր Աստված, Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Երեխեք, խնդրում եմ, կանգնեք ոտքի եւ լեզուներով, կա մարդ, որ լեզուների պարգև չունի։ Կա ձեր մեջ, որ չունի, թող ձեռք բարձրացնի ու գա առաջ։ Ով չունի, արի, եկեք առաջ, ով որ չունի։ Մնացածը տաղոթեք լեզուներով։ Լացը տա գալիս լացի, ուզում ես ճվաս ճվա, ուզում ես գորաս գորա, եկեք առաջ։ Տերը օրհնի ձեզ։ Սիրելիներս, Աստծո հոգին ներկա է այստեղ, եւ եթե սիրտդ բաց ես, Տերը քեզ կհպվի։ Մի բան Աստված դրեց սրտիս, ես էլ ասեմ, ուրեմն Տերը քեզ տվել է իշխանություն, խոսքը, ասում է, ահա ես իմ խոսքը քո բերանում եմ դրել։ Ում բերանում կա Աստծո խոսքը։ Եվ ասում է, որ իմ խոսքը դրել եմ քո բերանում, որ խլես, պոկես, փչացնես եւ կորցնես սատանայի ծրագրերը, հիվանդությունները, աղքատությունը, խավարը։ Պիտի դու Աստծո խոսքով խլես, պոկես, փչացնես ու կորցնես եւ փոխարենը Աստված ասում է իմ խոսքը դրել եմ քո բերանում, որ շինես եւ տնկես։ Ինչը Աստծո կամքը, Աստծո խոստմունքները, առողջությունը դա խոստմունք է։ Աստծո տված օրհնությունները շինի եւ տնկի, որ գա քո կյանքում կատարվի։ Գիտես, շատ ա եղել բաներ, հիվանդություններ իմ ընտանիքում էլ։ Տեսել եմ շատ լուրջ խնդիրներ, բայց Աստված ասել է, միթե դու թույլ կտաս, որ այդ խնդիրը աճի։ Ասենք կնոջդ մոտ խնդիր, միթե թույլ կտաս դու։ Եվ ես ասել եմ, սատանա, ես իմ կինն է, ես ուր ես եկել։ Հələ վերցրու քո սիմպտոմը, վռնդվի իր կյանքից։ Ես թույլ չեմ տալի։ Եվ Աստծո խոսքով խլե, պոկե, փչացրե ու կորցրել եմ, թող Կարինեն ասի, որ գնացել է։ Ոչ մի վիրահատություն։ Եվ Աստված կարող է դա անի քո կյանքում, եթե դու հավատաս եւ կիրառես Աստծո խոսքը։ Փառք Հիսուսին։
Մեր շատ սիրելի քույր, Սիրանուշ քույր ջան, Տեր օրհնի քեզ։ Շնորհակալ ենք ծառայության համար, շնորհակալ ենք ամեն բանի համար։ Տերը թող փառավորվի քո կյանքում եւ օրհնի քեզ, զորացնի քեզ, քո երեխաներին, քո թոռներին օրհնություններ Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։ Այն քույրիկին, որ դու օրհնեցիր, այդ քույրիկը ուզում եմ քեզ համար մի հատ քո ստեղծագործություններից կարդա, Անա ջան, ուր ես։ Բա ուր է քո ծաղիկները ձեռքի։ Տեր օրհնի, սա եկեղեցու կողմից ձեզ։ Ամեն։ Կա քո կյանքի մեջ մեկ այնպիսին, որ քեզ իր կյանքից ավելին սիրի։ Քեզ համար խաչը ելնի։ Քեզ համար այրուն թափի։ Քեզ համար խոցվի ու լա։ Քեզ համար աղքատանա։ Կա քո կյանքի մեջ մեկը այդպիսին։ Ունես մեկին։ Կա քո կյանքի մեջ մեկ այնպիսի, որ ուղիղ նայի քո աչքերի մեջ եւ ինչ էլ անես, սիրի քեզ անverջ։ Ցուրտ տունդ մտնի ու քեզ ջերմացնի։ Ցուրտ տունդ մտնի ու քեզ ջերմացնի։ Կա քո կյանքի մեջ մեկ այդպիսին, որ ուղիղ նայի քո աչքերի մեջ եւ ինչ էլ անես ների քեզ անverջ։ Կա մեկը քո սրտի մեջ, որ քեզ սիրի առանց ցավի։ Կա հոգուտ մեջ մեկն այնպիսի, որ քեզ տիրի առանց շահի։ Կա քո կյանքի մեջ մեկ այդպիսին, ունես մեկին։ Կա քո կյանքի մեջ մեկ այնպիսին, որ քեզ ընծաբերի։ Վրան էլ գրված խոսքերը կյանքի։ Հայրս ընծայեց։ Որ կյանք ունենակ Եվ այլ ավելի։ Ունես մեկին, անոնն ասա, փառքերը բոլոր, ասա իմ հետ, Քրիստոս Հիսուսին, նա է այդպիսին։ Այո, նա է այդպիսին։ Չկա այս կյանքում մեկ այնպիսին, որ քեզ թանկագին ավելին սիրի, քան որ մեր հայրն է երկնքում նստած։ Եղիր օրհնված ու ամեն կյանքի տորը թող նորովի լցվի ու զորացիր Քրիստոսով։ Ամեն։ Շնորհակալ եմ Աստծուն այսօրվա համար։ Շնորհակալ եմ Աստծուն ձեզանից յուրաքանչյուրի համար։ Շնորհակալ եմ Աստծուն այս եկեղեցվո համար։ Շնորհակալ եմ Աստծուն այս եկեղեցվո առաջնորդների համար։ Սիրելի Պավել եղբայր եւ սիրելի Կարինե քույր, սիրելի ծառայակիցներ, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ։ Շնորհակալ եմ։ Եվ եթե հայերենում, ոսկեղենիկ հայերենում շնորհակալից բացի ուրիշ բառ գտնեի, ես անպայման կգոռայի էլի։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի, Տերը օրհնի ձեզ։ Սիրանուշ քույր ջան, Տերը օրհնի ձեզ։